վերջին անգամ ձեր որդու հետ երբ եք խոսել, ինչ է ասել։ Այդ օրը մինչև ժամը 10:30 վերջում այն մի երեխես խոսած փոքր ես։ Ասես 10-ին սմենը հանձնում եմ, իջնում եմ ներքև։ Մեր մարզպետին ցեխանցել էի ֆորմայր տվել թազա որ տանեի տա իրան։ Չհասցրի Մարուիս։ Ես երկու ամիս ոտով գնացի ասել եմ իր մոտ այդ կռիվներն ընդեմ որ մազը չծարվեր հետո։ Պատերազմին մասնակցեց իմ տղեն։ Իմ գյոզալ տղես։ Նախաքննական մարմինը սկզբում հայտարարություն էր տարածել, այսինքն որ սա եղել է հակառակորդի գնդակի կողմից հրազենային վիրավորում, հետո հերքվեց։ Որևէ բան գիտեք։ Ճիշտը ես գիտեմ։ Ճիշտը իմացել եմ։ Բայց չեմ կարող ասեմ։ Այսինքն սպանություն է սա դիտավորյալ։ Չէ, դիտավորյալ սպանություն չկա։ Ստացվել է այն մի երեխան էլ, այն մի զինվորն էլ ծանր պարկած է երկուսով են։ Չէ, դիտավորյալ չի։ Դե կռիվները կա, ասի կամ Արո ջան, պապան գալիս է, ասես չէ, որ բանալնիկ ասեմ, ասի հենց տնաս ուժերա, ընձի ձենտուր ես թափով էլի կգամ մոտդ, ասի տոնը ազգուշ կլնես, աղբեր ես, ես տոները պրսնի, դրանք հաբրգելու են տոներին, չլսավ, ասեց այդ թազա տունը, վեշրը կտանս տեղա փոխես, կնկարես, որ տնամ հավատամ, չեր հավատում թազա տուն էին տվել։ Ես հիմա Ղարաբաղ եմ ապրում, Քաշաթաղի շրջանում։ Ուզում էր պրսներ մնար ընդեր ռազմետչիկների հետ։ Իրա պլաները ուրիշ էր, ուզում էր մնար ընդեր։ Հեսա քուրիկ ես ունենալու, ասում էր դե մի բան դիրել։ Վերջում մտածում էր, ասում էր անի եմ դնելու ես աղջիկաս անունից։ Facebook-ներում հավայի գրում են կիսայրան, մենակ կնիկս բերել եմ, բժիշկին խնդրել եմ 2 ժամով բերել եմ, որ տանեմ էլի, ստից բան է թո չգրեմ։ Այսինքն դեռ երեխան չի ծնվել։ Ծնվել է 3 առավոտը 5:30-6-ի կողմերը աղջիկը ծնվել։ Ձեր նորածին երեխան, այսինքն 3 առավոտյան է ծնվել եւ անունը դրել եք այնպես ինչպես Արոն էր ուզում անի, հա։ Սաբզած անուն եմ դրել, անի եմ դրել։ Ինքը արտակարգ երեխա էր, փոքրուց ի վեր, շատ զուսպ, շատ համեստ, նույնիսկ մեր մոտ որ գալիս էր բոլոր հարևանները շատ էին սիրում, ասում էին այս ինչ կոկիկ, մաքուր երեխա է, այս ինչ լավն է։ Ինքը հոգին շատ մաքուր, մարդկանց հասնող, մարդկանց սիրող, տենց ում ինչ պետք է լիներ վազում էր, հասնում էր ծանոթ լինի թե անծանոթ է ձևի շատ հոգատար երեխա էր ինքը։ Ինքը աշխատում էր, որ անպայման ասենք մի լավ նենց լինի, որ իրանց տունը լինի, ասենք քույրիկներին էր նայում, հասնում էր իրանց ընտանիքի, շատ դժվար է դա այդքան փոքր երեխեքի հետ մայրիկը մենակ ինքը ոնց որ սենց մամային օգնական ոնց ասեմ ես որ ավելի ճիշտ լինի։ Ինքը շատ էր սիրում իր քույր եղբայրներին, մամային օգնում էր, պապային, բայց որ գնաց, ասենք բանակ գնալուց ինքը չէր վախենում, ասում էր գնում եմ, տատիկ ջան, կգնամ, կգամ, լավ կլինի ամեն բան։ Տենց շատ սիրով էր հայրենիքի նկատմամբ լցված, պես վերջի անգամը մի տեսակ չգիտեմ, դիլխոր եկավ երեխեն գնաց, նիհարված, նեն շատ բան, վերջի օրը զանգահարել էր մորաքրոջը, ասել էր մորքուր ջան, այնքան հոգնած եմ, բանը տրաքացրել են այդ ինչա, խրամատը ինչ բան են արել, հիմա էդի ենք փորում, խրամատ ենք փորում, այնքան հոգնած եմ մորքուր ասել էր, կես ժամ ժամանակ են տվել, որ քնեմ, մի քիչ քնեմ, քելնեմ կզանգեմ, ու վերջի անգամ հարցրել էր, բա տատիկս ոնց է, որտեղ ամեն անգամ ինձ հարցնում էր, իմանալով իմ առողջական վատ վիճակի համար, ու տենց էլ նրանից հետո մոր հետ էր խոսացել։ Օրդոբեկյան Արայիկը եղել է մեր զորամասի ամենից բարեխիղճ պարտաճանար զինվորներից մեկը։ Նա մասնակցել է նաև քարորյա պատերազմին հերը Սամվել Օրդոբեկյանը ես անձամբ հիշում եմ մեկնել է տողու հետ միասին 3 ամս ցավել իրար հետ մարտական հերթապահություն ծառայություն են իրականացել
Հորդոբեկյան Արայիկին ես որպես հրամանատարի տեղակալ բնութագրում եմ միայն դրական կողմերով։ Բարդաշանար, բանիմաց, խելացի ծառայող։ Միջադեպի մասին Նախաքննությունների ընթացքի մեջ է տեղեկությունները դեռ չգիտեմ։